բայց ինչպես կգնահատեք Մանեթ Հանդիլյանի այս քայլը, նաև հաշվի առնելով, որ երկրի իշխանությունները կարծիքներ են հայտնում, թե այսպիսի հրապարակային գործողությունները գուցե խանգարեն իրենց աշխատանքներին, որոնք իրենք անում են ոչ այսպես ակներև, եւ նաև կխնդրեի մեկնաբանեիք այն լուրը, որ հնարավոր է Կարմիր խաչի գրասենյակը Ադրբեջանում փակվի, սա ինչ վտանգներ ունի Ադրբեջանի այս կեցվածքը։ Նախ իհարկե այստեղ եմ այցելելու Մանեթ Հանդիլյանին, ով հացադուլ հայտարարեց ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի խնդրանքով, որ նա դադարեցնի հացադուլը։ Ես անհանգիստ եմ թե Ռուբեն Վարդանյանի եւ թե տվյալ դեպքում Մանեի առողջության համար եւ իհարկե խոնարհվում եմ բոլոր նրանց առջեւ, ովքեր այդ քաջորությունը ունեցան դիմելով հանձնազոհության իրենց դիրքորոշումը հայտնել, իրենց զորակցությունը հայտնել մեր հայ գերիներին, ուղղակի նաև ուզում եմ խնդրել Տիկին Հանդիլյանին դադարեցնել հացադուլը, որովհետև իմանալով նաև Ռուբեն Վարդանյանին, ես կարծում եմ, որ եթե նա իր համար որոշում է ընդունել երկրորդ անգամ դիմել նման ծայրահեղ քայլի, ուրեմն դրա հիմնավոր պատճառները կան եւ վստահ չեմ, որ նա կդադարեցնի հացադուլը եւ դա նշանակում է, որ մենք բոլորս պիտի մեր բոլոր ջանքերն ուղենք օգտագործելու, կիրառելու բոլոր հնարավոր միջոցները, գործիքները այլ ճանապարհներով գուցե հասնելու նրան, որպեսզի այդ քաղաքական շոուն Ադրբեջանում վերջապես կասեցվի եւ մեր հայ գերիները կարողանան վերադառնալ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի հնարավոր փակմանը, ապա դա սպասելի էր։ Ադրբեջանը վաղուց է ցույց տվել իր վերաբերմունքը բոլոր միջազգային անկախ կառույցների նկատմամբ եւ հենց կոնկրետ Կարմիր խաչի նկատմամբ սա իրենց առաջին այսպես դեմարշը չի, որովհետեւ երևի դուք հիշում եք, որ Վագիվ Խաչատրյանին հենց Կարմիր խաչի մեքենայից առևանգեցին, երբ որ նա Արցախից մեկնում էր Կարմիր խաչի մեքենայով Երևան բուժման նպատակով եւ այսինքն Կարմիր խաչի չկարողացավ կասեցնել դա եւ նույն ձևով ասենք չնայած որ մեր մի քանի հայրենակիցները մնացել են Ստեփանակերտում, Արցախում են դեռ գտնվում եւ մնացել են Ստեփանակերտում, իրենց ստիպեցին իրենց գրասենյակը տեղափոխել Բարդա Ստեփանակերտից, այսինքն սրանք քայլեր էին, որոնք հուշում էին այն մասին, որ Ադրբեջանը հաշվի չի առնում որևէ միջազգային կառույցի, այդ թվում եւ Կարմիր խաչի սկզբունքները, նրանց մանդատը եւ այլն եւ ցանկացած պահի կարող են նաեւ ընդդիմանալ իրենց դեմ։ Շատ վատ է, որովհետեւ այս պահի դրությամբ քիչ թե շատ այդ տեղեկությունները, որ ստանում ենք նաեւ Կարմիր խաչի այցելությունների բարբերական այցելությունների միջոցով ենք ստանում եւ սա նշանակում է, որ մեր հայ գերիները Բաքվում զրկվելու են նաեւ այդ հնարավորությունից։ Կարծում եմ, որ այստեղ արդեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պետք է ասի իր վճռական խոսքը եւ ընդհանրապես միջազգային իրավունքի բոլոր դերակատարները պետք է ասեն եւ ոչ միայն ասեն, այլև գործի անցնեն։ Իսկ ինչպես կգնահատեք Հայաստանի իշխանությունների գործողությունները, մանավանդ Ռուբեն Վարդանյանի փաստաբանն էլ նշել էր, որ քայլեր կան, որոնք կարող էին արվել, բայց չեն արվել, բայց մյուս կողմից էլ իշխանությունները պնդում են, որ ոչ ամեն ինչն է, որ հրապարակայնացնում են նրանք։
Համոզիչ են նրանց այդ պնդումները։ Կարծում եմ մենք արդեն անցել ենք այն գիծը, որ կարելի է ոչ հրապարակային լինել, որովհետև եթե արդեն հրապարակվել են խոշտանգումների ապացույցները եւ եթե նույն կառավարությունը ինքը արդեն մի քանի անգամ հաստատել է, որ նման միջոցներ կիրառվում են եւ խոշտանգումներ առկա են, ապա այլևս հրապարակային ոչ հրապարակային, այսինքն անիմաստ է այլևս թաքցնել որևէ քայլ, որ կատարվում է, ընդհակառակը ինձ թվում է իշխանությունները ավելի պիտի ցույց տան հենց հասարակությանը, որովհետև այս հանրային ներդրողությունը, որ կա, հատկապես այդ խոշտանգման փաստերի հրապարակումից հետո նաև իշխանությունը պարտավոր է իր ժողովրդին տեղեկացնել կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկում եւ որոնք են արդյունքները։ Կոնկրետ Ռուբեն Վարդանյանի փաստաբանի կողմից վկայաբերվել են, մատնանշվել են կոնկրետ քայլեր, որոնք կարելի է կիրառել։ Հիմա երևի թե կան էլի մեխանիզմներ, երևի թե կան էլի գործիքներ, որոնց կիրառմամբ կարելի է ինչ-որ արդյունքի հասնել։ Խոսքը դրա մասին է, որպեսզի նրանք բոլոր այդ մեխանիզմները կիրառեն եւ ոչ թե բերեն հասցնեն մի կետի, անդառնալիության կետի, երբ որ ինչ-որ գործարք կկատարվի թեկուզ գերիների օգտին, բայց այդ գործարքի գինը կլինի ճակատագրական Հայաստանի համար։ Սրա մասին է խոսքը, որ կիրառվեն բոլոր այն մեխանիզմները, այն գործիքները, որոնք հնարավորություն կտան այս հումանիտար խնդիրը լուծել եւ գերիներին վերադարձնել ընդհանուր սկսած այդ նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետի կատարումից մինչև, չգիտեմ, այն բոլոր կետերը, որոնք մատնանշում է Ռուբեն Վարդանյանի փաստաբանը։ Տիկին Աղբալյան, դուք նշեցիք, որ պիտի իշխանությունները ցույց տան հանրությանը այնուամենայնիվ արդեն անցել է այդ փուլը, որ ոչ հրապարակային գործելու, բայց Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ այո, ես կարող եմ հուզական ելույթներ ունենալ եւ ինչ Հիմա հույզերի ժամանակը չի եւ դա պետք է գիտակցեն բոլորը եւ նույն իշխանությունները ոչ թե պետք է արդարանան, ոչ թե պետք է հակադարձեն ժողովրդին, եթե անգամ ժողովուրդը ինչ-որ բան չի հասկանում եւ սխալ է մեկնաբանում, ուրեմն կա դրա հիմքը, դրա առիթը, ուրեմն պետք է մաչելի լեզվով պետք է, այսինքն պետք է ակնհայտ լինեն այդ, որ այդ շահագրգռվածությունը, չեմ ասում կոնկրետ քայլերի, կոնկրետ հաջորդականությունը կամ դրա բոլոր մանրամասները, բայց գոնե այդ շահագրգռվածությունը իշխանությունների կողմից պետք է ակնհայտ լինի, տեսանելի լինի ժողովրդին։ Առայժմ այդ շահագրգռվածությունը չի երևում։ Շնորհակալ